Պարոն նախագահ, ՔՊ խոսնակները, պատգամավորները, երբ նեղն են ընկնում, ձեզ մեղադրում են ծանրագույն մեղքերի մեջ, սպանություն, նույնիսկ ահաբեկչություն։ Դուք տակ որակում եք դուրս տալ, բայց այդ դուրս տալը շատ լուրջ նստվածք է թողում ժողովրդի մոտ, հասարակության մոտ։ Իդեպ նախկինների փաստարկը բերելուց անմիջապես անցնում են այդ մեղադրանքներին։ Դուք որոշում ունեք կոնկրետ դեպքերով մտնել դատարան, կոնկրետ հայտարարություններով, վերջնականապես այդ լուրջ խաղաքարտը դուրս հարվի այս քաղաքական պայքարից։ Նայեք, մի քանի անգամ մտել ենք դատարան, հաղթել ենք, բայց այնպես չի, որ միֆերը քանդվում են։ Առնվազն 3-4 դեպք ունենք դատարան մտած եւ հաղթած։ Հիմա եւս կա դատարանում զրպարտության հետ կապված հայցադիմումներ, եթե չեմ սխալվում, երկու հատ կա հիմա։ Բայց մեր քաղաքացիական, այսպես դատարանների արագությունը, ծանրաբեռնվածությունը իսկապես մեծ է եւ տարիներ է տևում։ Բացի նրան, որ տարիներ է տևում, նաեւ լրահոսում դա այնտեղը չի զբաղեցնում։ Ոնց որ դու 2 տարի ընկնես այս փաստաբաններով, բանով հաղթում ես, դու կորում գնում ես։ Առնվազն մի քիչ ժամանակ խոսակցան թեմա է դառնում։ Ես հասկանում եմ հետևյալը, որ նման վերաբերմունքը փոխելու համար պետք է ասենց ռեսուրսներով բանում մտնես ու մի 6 ամիս 100 անգամ նույն բանը ասես։ Ուրիշ ձևի է հատկապես այսօրվա ասենց լրահոսի այդ հոսունության պարագայում շատ դժվար է։ Դուք գիտեք այդ ոլորտի մարդիկ եք բոլորը։ Մի լուր դուք ի վիճակի եք մի լուրը մի շաբաթ պահել։ Միայն երևի մի շաբաթ լուրը պահելը ստացվում է այս պարտիավճարների հարցով եւ թոշակառուն, որ 10,000 դրամը չգիտե թե ոնց բանը ծախսել, սա вообще իմ համար շոկ էր։ Իմ մերս 89 տարեկանում մահացավ, հաստատ ասեմ 88 տարեկանում, եթե ասեին 10,000 դրամը գիտես ոնց ծախսել թե ոչ, կասեր իհարկե գիտեմ։ Եթե փորձեի ասի, որ կարող է ինչ-որ չջոկեսել եւ ոնց ծախսել, ուղղակի շատ լուրջ ինձանից կնեղանար։ Հիմա դուք ինչի ում եք դրել մեր թոշակառուներին։ Ում եք դրել։ Հիմա դա ինչի համար եմ այս օրինակը բերում, թեմաներ կա, որ ասենց ուրիշ ձև է կպնում եւ ի վիճակի եք երկար թեման պահել։ Այն ինչ որ դուք ասում եք, մի քիչ ուրիշ մոտեցում ասում։ Ես պիտի գործերս թողեի ու ասենց կարողություններով սա ինչ որ մտնեի այդ դաշտի մեջ։ Պրոբլեմ, իսկապես պրոբլեմ։ Իմ դեմ այդ ձև են աշխատել, համակարգված, բավական լուրջ ռեսուրսներ ներգրավելով ու բավական երկար ժամանակ։ Եվ որոշ միֆերի ինձ կպցրել են, որոնք իմ հետ կապ չունի ընդհանրապես։ Այն ժամանակ իմ աշխատակազմի ղեկավարը, գրասենյակի ղեկավարը Վիկտորը, երբ որ ասում էր լավ, մի կարդալ, զահլա չունեմ ես հիմա ավելի հետաքրքիր գործերով ենք զբաղված։ Սխալ եմ արել։ Պետք է ուշադրություն դարձնեի, բայց չեմ էլ մտածել, որ կարող այս մի վիճակ գա, որ հետ մտնեմ քաղաքականության մեջ։ Ընդհանրապես չեմ մտածել։